Բրիտանական թանգարանից հայկական թանգարան եկավ ու մտավ իր հայրենակիցների սիրտը։ Առնչվում է մեր ինքնության, մեր պատմության, մեր մշակութային ժառանգության հետ։ Հնագետները փոքր հայքի Սատախ բնակավայրում այսօրվա Թուրքիայի Սադակ մարզում են 1873-ին հայտնաբերել մեր թվարկությունից առաջ 4-ից 2-րդ դարերում պտղաբերության մայրության աստվածուհու 10 կիլոգրամանոց բրոնզազույլ գլուխն ու ձախ ձեռքը։ Հայտնաբերումից 1 տարի անց արձանի նմուշները ձեռք է բերել բրիտանական թանգարանը։ Այն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի 60-ից ավելի տարաբնույթ նմուշների հետ, որոնք բոլորը պատմում են մայրության եւ ընդհանրապես կնոջ դերի, կնոջ պաշտամունքի եւ այս գլոբալ հայ երևույթի մասին։ Աստվածուհու ծագումնաբանության վերաբերյալ մինչ այսօր էլ տարակարծություններ կան՝ Վեներա, Աֆրոդիտե, թե Անահիտ, որ արձանը հայկական դիցարանին է պատկանում։ Մասնագետները համոզիչ փաստարկներ ունեն։ Հայաստանի պատմության թանգարանում Անահիտը համադրվել է նաև մեր պատմական Արտաշատ քաղաքից հայտնաբերված հելենիստական շրջանի նմուշների հետ, որոնք պատկերային առումով շատ նման են։ Հենց հայտնաբերման ժամանակ մեր հանվանի մտավորականը Ղևոնդի Ալիշյանն էր առաջինը, որ ասաց, որ արդեն հայտնաբերման վայրը իսկ նշանակալի է մեզ համար եւ կապվում է Անահիտ դիցու հետ, որովհետեւ այդ ամբողջ հատվածները, տարածքները պատմական փոքր հայքի հենց անվանվում էին անահտական դեռ հնուց։ Անահիտի հատվածներ, որովհետև այնտեղ է գտնվել նաև Անահիտի գլխավոր մեհյանը։ Վերջին տասնամյակների ամենապահանջվածն է Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ խորագրով ցուցադրությունը։ Մարդաշատ լեփլեցուն սրահն է դրա վառ վկայությունը։ Հերթ են կանգնել Անահիտին հասնելու։ Բնականից լրիվ այլ, այսպես ասած, գեղեցկություն է։ Այսպես ափսոս, որ շատ կարճ ժամանակ է մնացել։ Իմանալով, որ շուտով հեռացնելու են երկրից, ինձ ահավոր հետաքրքրեց, ես եկա տեսա, շատ հիասքանչ է։ Բախտ վիճակվեց ոչ միայն պատմության դասագրքերում կարդալ իր մասին, այլ նաև հենց անձնապես գալ եւ տեսնել ու իրականում հենց առաջին անգամ որ կանգնեցի իր առաջ, հենց զգում էի, որ հուզվում եմ։ 7 ամսվա ընթացքում շուրջ 50,000-ից ավելի այցելու է ունեցել պատմության թանգարանը։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Այսօր վերջին հնարավորությունն էր նրան հասնելու։ Վաղն արդեն դիցուհին հետ կվերադառնա։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։